Եթե հիմա ողջ լինեին Շարլ Անձնավուր, ուրիշ այլ Քրիքորյան, այդ մարդիկ էլ հիմա կհայտնվեին նորից էլի անազատության մեջ։ Ես կասկած անգամ չունեմ, որ ցանկացած մեկը ինչ հեղինակություն էլ որն է, ինչ կարգի հեղինակություն էլ որ լինի, այս մարդը չի խոշում այս հակապետական հակազգային գործունեությունը ծավալելու եւ այդ մարդկանց ճաղերի հետևում դարձնելու։ Սա իր համար դարձել է փիլիսոփայություն, գաղափարախոսություն եւ իր աթոռը պահելու միակ շանսն ու հնարավորությունը։ Այս մարդուն հայ ժողովուրդը, հայ ազգը, երկիրը, պետականությունը հետաքրքիր չեն։ Ինչ էր ասում Արցախի համար։ Ասում էր մենք տվեցինք, հանձնեցինք, Արցախը կործանեցինք, սուվերենություն ենք ձեռք բերել։ Դուք հասկանում եք այս մարդու փչացվածության աշճանը։ Մարդ ինչքան պետք է իջնի, որ Արցախի կորուստը համարի որպես Հայաստանի համար սուվերենության ձեռքբերում կամ նոր մի ինչ որ սկզբի, նոր ինչ որ մի գալիքի դրսևորում։ Ոնց կարա հայ մարդու ուղեղով նման բան անցնի։